Մարոն ոստիկանություն է զանգել, Սոնան չկա։ Քո անունն եմ տվել, լավ իմանաս։ Գայանա։ Հա, Գայաս։ Արսեն ուր ես։ Ես ձեզանով եմ։ Դու ինչ-որ մեկին կասկածում ես։ Հա։ Ում։ Բակուր անունը։ Մարո։ Աստված իմ ես պապայի կոլեկցիոն կտավների գողացված վկայականներն են։ Ոստիկանություն կանչենք, ինձ առևանգել է։ Խնդրում եմ օգնեք։ Աստված իմ, ես ինչ արեցի։ Ես ինչ արեցի, Սեդա։ Սոնան սրան էր արժանի։ Ես սրա համար Սոնայից քաղաք բերեցի։ Տեր Աստված ինչա լինելու։ Սոնա ջան, բալեց։ Ես մի հատ խմի։ Չեմ ուզում։ Խմի ասում եմ, բռնի։ Խմի։ Սեդա, դու էլ քո մեղքի բաժինն ունես։ Եթե դու ինձանից ինչ-որ բաներ չթաքցնեիր, սենց բան չէր լինի։ Տիկին Մարո ինչ է եղել։ Սոնային եմ փախցրել, Հայկ։ Ոնց դե փախցրել են։ Ո՞վ է փախցրել։ Էլով, Բակուրը։ Բակուրը։ Հա։ Հնարավոր չի Բակուրը տենց բան արած լինի։ Ինչ է հնարավոր չի։ Անցած անգամ երբ որ ինքը տենց բան էր արել, ես Թոմի հետ գնացի ու իմ աչքով տեսա թե ինքը ոնց է վախենում Թոմից։ Երբ որ մենք ներս մտանք, ինքը սփռտնեց ու լեզուն կապ ընկավ։ Հենց որ հաստատ ինքը տենց բան արած չէր լինի, գոնե Թոմի ահից հաստատ չէր անի։ Հայկ, ուրիշ ով կարող է լիներ։ Ուրիշ։ Արամը։ Արամը այստեղ էր, Հայկ, ու ինքն էլ շատ անհանգիստ էր։ Ձևեր է թափում, տիկին Մարո։ Հայկ, դու հիմա Արամի անունն ես սևացնում, իսկ Արամը Սոնային է փնտրում դրսում։ Ես Արամի անունը չեմ սևացնում, տիկին Սեդա։ Ես ճշմարտությունն եմ ասում։ Վերջին շրջանում Սոնան Արամից խուսափում էր։ Տենց չի։ Տենց։ Իրանք չէին հանդիպում։ Տենց չի, տիկին Սեդա։ Հա, չէին հանդիպում։ Պարզ չի, որ ինքը Սոնային փախցրել է, իսկ ստեղ գալիս գնում դերասանություն անում։ Հայկ, դու պարզապես խանդում ես։ Ես մի բան գիտեմ։ Արամը Սոնայից չի հրաժարվել։ Այդ բոլորս գիտենք։ Բայց այս Սոնան մերժում էր իրանց հարաբերությունը։ Ես ոստիկանություն եմ զանգել։ Ում անուն եք տվել։ Արամի, բայց չգիտեմ ճիշտ արեցի թե չէ։ Ճիշտ եք արել, տիկին Մարո։ Դրան որ մի լավ թափ տան, մի անգամից կխոստովանի։ Ինչը խոստովանի այդ տղա։ Այն որ Սոնային ինքն է փախցրել, տիկին Սեդա։ Լսի, դու որտեղ ես տեսել, որ աղջիկ փախցնող տղեն քաղաքում ֆրֆռա իր համար, հա։ Իրա խորամանկությունը հենց դրա մեջ է, տիկին Սեդա։ Ես Սոնային ասում էի, որ հեռու մնա դրանից։ Իսկ ինքը ինձ չէր լսում։ Իրան թվում էր, թե ես խանդում եմ։ Լավ, Հայկ, հիմա վիճելու ժամանակը չի։ Զանգի այդ Թոմին։ Գուցե այս անգամ էլ մի բան անի, եթե իհարկե Բակուրն է տարել։ Լավ, տիկին։ Տուն գնա։ Ես այսօր ուշ եմ գալու, դեռ գործեր ունեմ։ Լավ։
ոնց որ թե ամեն ինչ տեղում է։ Եթե գայան ինչ-որ բան գտած լիներ, ամեն ինչ հոդս էր ցնդելու։ Երբ այս ամեն ինչը վերջանալու։ Ասա դու երբ էր սենց բան արել։ Չէ, պետք է զգույշ լինել։ Ես հիմա սխալվելու իրավունք չունեմ։ Ջինա, ախր ուր ես տանում երեխան։ Ուշ ա Կարեն, մենք արդեն պիտի գնանք։ Մնա եկել է։ Չէ, ես արդեն ամեն ինչ ասեցի, ու ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Մենք գնացինք։ Ես ինչա հետս կատարվում։ Մեջս ամեն ինչ իրար ախառնվում։ Անի, արդեն մեծ աղջիկ է։ Չէ, ես ամեն ինչ պիտի անեմ, որ իրանց հետ բերեմ ու մենք ընտանիք դառնանք։ Մոտ չգաս։ Սոնա ջան, ինձնից խի ես տենց վախում։ Ասեցի հեռու գնա։ Լավ, մենակ մի վախեցի ինձանից։ Ասեմ մի բան բերեն, միասին նստենք ուտենք։ Լավ չես հասկանում, ասում եմ չեմ ուզում։ Ախր ինչքան պետք է սենց սոված մնաս, Սոնա ջան։ Ես քո համար ջան չեմ։ Սոնա, դու չես ջոգում, որ այս տղեն քեզ սիրում է։ Չեմ էլ ուզում լսեմ այդ մասին։ Բայց խի ցավը տանեմ։ Ուրեմն չեղա, մի հատ արամե չեղա։ Լսի չհամեմատվես։ Ախր խի ես կպետ բուշ քույրից։ Ձենդ կտրիչը վիրավորես Արամին։ Ապուշ։ Լավ։ Եթե համաձայնվես հետս ամուսնանաս, քեզ թագուհու պես կպահեմ։ Ինչ։ Մտքովդ անգամ չանցնի։ Երազում կտենաս տենց բան չի լինի։ Այսքան վաղ չի եղել տենց մի բան, որ ես ուզեմ ու չլինի։ Ուրեմն քո կյանքում ես կլինի առաջին դեպքը, հասկացար։ Տենց, հա ուրեմն։ Հա, տենց։ Ինչի վրա ես հույսդ դրել։ Քեզ թվում է Արամը պետք է ինգնի քեզի մանգա։ Լսի այդ քեզ չի վերաբերվում։ Պուպուշ ջան, ոչ Արամի վրա հույսդ դի, ոչ է ոստիկանների։ Այստեղը նես տեղա, որ մեզ ոչ մեկ չի կարա գտնի։ Նենց որ ուշ թե շուտ ուզես չուզես պետք է համաձայնվես։ Տենց բան չի լինի։ Գնա ստեղից։ Այդ մենք հլը կտենանք։ Գնա ասեցի։ Ինչ անեմ, հա։ Դրան մոտ Բաքուրի մարդիկ են։ Գոնե հեռախոսս մոտս լիներ։ Ուզում եմ գնամ Ամիր Բեկյանին տնամ լավ։ Հələ չգիտեմ հետը ինչ եմ խոսալու, ոնց եմ խոսալու։ Բայց այդ Ամիր Բեկյանը միակ մարդը, որ կարա Բաքուրի տեղը իմանա։ Ես չեմ կարծում, որ տղեն հորը ասած կլինի իր արածների մասին։ Չէ, լավ, դու ինչ ճիշտ հասկացար։ Նա ես ուզում եմ նես ներկայացնեմ, որ Ամիր Բեկյանը ինքը խառնվի, հասկանում ես, որ ինքը ուզենա տղուն ման գա։ Ես ինչ իմանամ, դրանք կարող է 7 հատ առանձնատուն ունեն, 9 հատ տուն։ Ինչ իմանամ, այդ ուռոդը որտե է Սոնային պահում։ Իսկ սենց գոնե Ամիր Բեկյանին հետևելով կարամ հետքի վրա դուրս գամ։ Լավ բան ես մտածել։ Այսա տենամ ես դրա համարը որտեղից եմ գտնում։ Չէ, պետք չի համարը։ Ես կգնամ կանանց գաղութ։
Ուզում եմ անձամբ դրա հոր հետ խոսամ։ Լավ արամ գնաս կանանց գաղութ, ինչ Ամիրբեկյանին ասես, տղետ ինքերուս փախցրել է, հա։ Դե ասում եմ, լավ, հələ չգիտեմ հետը ոնց եմ խոսալու, բայց եթե պետք եղավ, բաց տեքստով հետը պետք է խոսամ, ինչ անեմ։ Արամ արժե տանասունի մոտ տենց նվաստանաս։ Խոսքը Սոնայի մասին է, լավ։ Ես քո տեղը լինեի նման բան չէի անի։ Իսկ ես ուրիշ ելք չունեմ։ Ամեն դեպքում որոշողը դու ես Արամ ջան։ Գնա տես, եթե հանկարծ նորություն ունի խաբար արեմ հետ։ Կզանգեմ դե։ Ուզում եմ ձեզ ներկայացնել Ռուշանյան կլինիկայի նոր ղեկավարին։ Նորը Հայկովնային։ Նորը Հայկովնան արտակարգ մասնագետ է եւ հոյակապ ղեկավար։ Ես համոզված եմ, որ դուք շատ ավելի լավ հարաբերությունների մեջ կլինեք Նորը Հայկովնայի հետ, քան ձեր նախկին ղեկավարի։ Այս Քարամյանը ինչի ներկա չի։ Լավ, էական չի։ Եթե հարցեր ունեք ձեր նոր ղեկավարին, խնդրեմ, կարող եք դիմել։ Պարոն Ռուշանյան, ասացիք, որ Նորա Գայկովնան արտակարգ մասնագետ է ու հոյակապ ղեկավար։ Տենց էլ կա։ Ինձ հետաքրքիր է։ Մինչև մեզ մոտ գալը նա որտեղ է աշխատել։ Ինչ է ղեկավարել։ Դե Նստեք նորը, նստեք։ Ես կպատասխանեմ։ Ամիրբեկյան, քեզ հարցնող կա։ Ով ավոր։ Ջայլ տղա է։ Այդ ջայլ տղեն անուն չունի սրա։ Ունի։ Արամ Քարամյան։ Ինչը դրա ուզածն ինչա, տեսակցությունա պահանջում, հա։ Չէ, անձամբ քեզ ա ուզում տենա։ Հա ինձնից ինչ ա ուզում։ Դե ես էլ եմ հետ ասում էլի։ Ասեցի ասма չէ, անձամբ իր հետ պիտի խոսամ։ Կրակնեմ ես սաղից ձեռը արակ։ Հիմա ինչ անեմ։ Լարեմ թե բերեմ մոտդ։ Չէ։ Բեր դրան մոտս տնեմ ուզածն ինչ է։ Լավ եղավ։ Ոնց էլ դրան գտար։ Մարդու մտքին տեղ լինի։ Ո՞վ է։ Ասում են ինչ-որ Սոնայի կուրսից է, մինչև ականջները Սոնային է սիրահարված։ Հեսա որ-որայա դուրս կգա, դասերն ավարտվել են։ Հենա, ոնց որ ինքն է։ Հայկ։ Իմ հետ եք։ Հա, Հայկ, քո հետ ենք։ Ինչ-որ բան ա պետք։ Հայկ ջան, ուղղակի մենք ուզում էինք քո հետ խոսել Սոնայի մասին։ Ձեզ ինչ-որ բան ա հայտնի։ Չհասկացա։ Սոնայի գտնվելու վայրի մասին ձեզ ինչ-որ բան ա հայտնի։ Արի նստի տնամ, ով ես, ինչ ես։ Ես ուզում եմ ձեր հետ անձամբ խոսեմ։ Խիստ է ուրիշ մարդ կա։ Սրապ դու սարի։
Դե ասատենը մետ ինչ անձնական գործ է, որ եկել ես հասել ես կանանց գաղութ։ Բանն է նա, որ Սոնան երկրորդ օրն է չկա։ Չլինի նորից գյուղա գնացել։ Չէ, Սոնային փախցրել են։ Ոնց թե փախցրել են։ Ո՞վ է փախցրել։ Անունը Արամ է, բայց էդ էական չի։ Ես տենց էլ չհասկացա դուք ինչի մասին էիք ուզում խոսել։ Ոչ մի բան, մերսի շատ Հայկ ջան, կարաս գնաս։ Չէ, հնարավոր չի։ Հելեն ինչ հնարավոր չի։ Ասենք ականջովը դլսեցի, որ մարդը սիրածին փախցրել է։ Ես չեմ հավատում, Արամը տենց բանի ընդունակ չէր։ Երբ որ մարդ սիրարված կակավ է դառնում, ամեն ինչ էլ ընդունակ է դառնում։ Լավ, արի գնանք տանքի չենք անում։ Կնիկը տան նստած։ Չէ։ Հա։ Երևի քուրը տան նստած։ Չէ, ուրիշ հաշիվ է։ Արա, կարող է զոնկա չտա մեր մոտ նստած։ Չէ։ Բա ինչ է եղել, ես եկե մոտս։ Ձեր տղեն։ Տղես ինչ։ Բակուրը։ Ինչ է, փող մողա պարտք։ Չէ, փող պարտք չի։ Նշանացիս է փախցրել։ Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Հիզուր եք բերել, տարեք է ձեր բերածը, չեմ ուտելու։ Սոնա ջան, մի բան պտի ուտես։ Ասեցի չեմ ուտելու։ Կեր ասում եմ, թե չէ հալից ընգնելու ես, պուպուշ ջան։ Հենց հիմա տարեք, պետք չի ինձ ձեր բերած ուտելիքը։ Բա լավ, ես ինչ անեմ, որ դու մի բան ուտես։ Բաց թող ինձ։ Այ այդ մեկը չեղավ։ Ուրեմն երկուսդ էլ գնացեք ստեղից ու տարեք է ձեր բերածը։ Նարեկ, եթե կարաս հետը լեզու գտնես, լեզու գտնի, եթե չէ, ես էլ ներվեր չունեմ։ Սոնա, ես ինչ ես անում։ Հետ ես քեզ պիտի հարցնեմ, թե դու ինչ ես անում, Նարեկ։ Դու պատկերացնում ես, որ Հայկ իմանա, թե դու ինչի մեջ ես մտել։ Լսի, Հայկը իմ պուճուր աղբերն է, ինքը չպիտի որոշի ես ինչ անեմ, պարզա։ Նարեկ, ինչ գործ ունես այդ հանցագործի հետ։ Ինչ է ուզում ես գնաս բանտում փտես։ Սոնա, արի ավելի լավը մի բան կեր։ Ասեցի չեմ ուտելու։ Ուսես միջև երբ պիտի հաշ չուտես։ Այնքան միջև ուշաթափվեմ ու չգիտեմ ինչ եք անել։ Հա, ու քո կարծիքով մենք պիտի շտապօգնություն կանչենք, չէ՞, դու էլ բժիշկների միջոցով ինչ-որ բան անես։ Ես համոզված եմ, որ Բակուրը չի թողնի, որ իմ հետ ինչ-որ վատ բան պատահի։ Ճիշտ ես, Բակուրը քեզ չի թողի։ Ինքը քեզ գժի պես սիրում է, բայց բժիշկների մտքիցդ հանի։ Հետ ինչի։ Որովհետև Բակուրի հերը կանանց գաղութի պետն է, ու եթե իրանց բժիշկ պետք լինի, իրանք ընդեղից կբերեն, պարզա։ Ավելի լավ է քարափեշիցը թափի ու մի կտոր բան կեր, Սոնա։ Ես զուգարան եմ ուզում գնամ։ Դու ավելի լավ այդ զուգարան ուղեկցի։ Լավ, արի։ Հետդ վերցրու, չթողնես տեղ հանգարց։ Ես ու։ Լավ, տար։
Լավ, ես ինչ անեմ։ Ստեղից փախչելն անհնար է։ Ինչ-որ բան է պետք մտածել։ Ասում ես տենց բան արել, հա Բակուրը։ Լավ, դու քեզ վատ մի զգա։ Ասում եմ քեզ վատ մի զգա, ես հեսա կզանգեմ դրան։ Բաժանորդն անհասանելի է, կամ կտրվում է ռադիոզատկույթից դուրս։ Չէ, անհասանելի է։ Լավ, ես ոնց էլ լինի կգտնեմ դրան։ Դու ինձ մի հատ հեռախոսահամար թող, որ կարողանամ կոդ կապնեմ, լավ։ Իսկ կարելի է, ես էլ ձեր հեռախոսի համարում մնամ։ Ասեցի, ես կզանգեմ։ Բան չկերավ։ Չէ, ախպեր։ Ոչինչ, կկալվի կուտի։ Լավ էլ պրինցիպ ունի։ Մի մտածի, սովածանա կուտի։ Բայց սրտիցը սարուն է գնում։ Մի բան ուտել արա այդ պուպուշս կոնը։ Ազիզ ջան, գոնե մի բան կեր։ Չեմ ուտելու։ Սոկ խմի գոնե։ Չեմ խմելու։ Ես չեմ դու ես, մի հատ ասա ոնց վարվեն։ Ինչ ասեմ ախպերս։ Արի սրա, բարի։ Հա, ինչ երով։ Սրա սաղի յանը տարել արա, հորս սարև։ Հա, բայց ինչ էր ուզում։ Է ճիշտ է ուզեր, եկել բողոքում էր։ Ասում է տղեր, նշանացից փախցրել է։ Ջոգում ես ինչ է ինձ ասում։ Ասայի բեդով լատ, նշանն ես, աշկատ նշանացին վրա պայել է։ Ամիրպեկյան, բայց այդպես բան հնարավոր չի։ Հնարավոր է սրա։ Բակուրից ամեն ինչը սպասելի է։ Չէ, դու աչքիս տեղը չես բերել ես Արամովը։ Ով է, ոչխարի մեկներ էլի։ Ամիրպեկյանը Սարամը Ռուշանյանի փեսեն է։ Ոնց թե Ռուշանյանի փեսեն աղա։ Հենց։ Քորա։ Կանչել եք Նորա Գայկովնա։ Հա, ներս արի Նինա։ Դու մեր բժիշկներից Արամ Քարամյանից տեղյակ ես, ինչի գործի չի գալիս։ Չէ, ճիշտն ասած տեղեկություն չունեմ։ Չեմ հասկանում ինչ վերաբերմունք է։ Եթե մինչև օրվա վերջ նա աշխատանքի չեկավ, ես զրկում եմ նրան բոլոր վիրահատություններից ու ազատում աշխատանքից։ Պարոն Ռուշանյանը մեկ անգամ արդեն ազատել է Արամին աշխատանքից։ Սակայն Արամը դատարանով վերականգնել է։ Ուզում ես ասես, որ ես իրավունք չունեմ, հա, նրան գործից ազատեմ։ Չգիտեմ, դա ձեր որոշումն է։ Ուղղակի ասեմ, որ Քարամյանը շատ լավ մասնագետ է, ու իրեն կորցնել չարժի։ Պարզամ։ Երևի այսենց նրան շատ է գովացել։ Դրա համար էլ քիթը տնկած ման է գալիս, երբ ուզում գալիս աշխատանքի, երբ ուզում չի գալիս։ Իսկ ինձ նման աշխատողներ պետք չեն։ Ես կարող եմ զանգել ճշտել։ Կարծում եմ Արամը առանց պատճառի չէր բացակայում։ Չէ, կարիք չկա։ Լավ,
կարող եմ գնալ։ Արսեն, ուզում եմ հետդ խոսել։ Հա, բայց մինչև այդ ասա, ոնց է անցնում քո աշխատանքային առօրյան։ Լավ է։ Ամեն ինչ նորմալ է։ Այդ Արամը գործի եկա։ Չէ, ու հենց իր մասին էլ ուզում էի հարցնել։ Եթե շարունակեց աշխատանքի չգալ, ուզում եմ աշխատանքից ազատել։ Նորը Հայկովնա։ Այդ քո կլինիկան է, եւ որոշումները դու ես ընդունում։ Ոնց ուզում ես արա։ Բայց ինձ ասել էին, որ քո որոշմամբ նրան աշխատանքից ազատել են, բայց հետո դատարանի որոշմամբ նա նորից վերականգնվել է։ Այդ լուծվող հարց է։ Դու իր բացակայությունները նշի, իր նկատողությունները գրավոր գրի, որը ժամանակ անց դրանց հիման վրա կհեռացնես։ Թող կորչի գրողի ծոցը։ Իսկ մինչև այդ իրան ոչ մի վիրահատություն չվստահես, ոչ մի։ Ասա, որ ես անպատասխանատու մարդկանց վիրահատություն չեմ վստահում։ Ես հենց այդպես էլ որոշել եմ անել։ Ճիշտ ես որոշել, Նուրջան։ Չէ, ես ճիշտ արեցի, որ քեզ կլինիկան տվեցի։ Դու ի ծնե ղեկավար ես։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Մի խոսքով ես իմ համաձայնությունը տալիս եմ, որ հենց արա, որ այդ Արամը ինքը իր ոտը թողնի փոխի։ Չկասկածես, հենց այդպես էլ կանոն։ Չեմ կասկածում, Նորա Հայկովնա։ Չեմ կասկածում։ Ինչ արիր։ Արամ ինչ արեցիր։ Լավ ավելի խոսալով ավելի շունը։ Ճիշտ են ասում։ Պատուղը ծառից հեռու չի ընկնում։ Ինչ հերն է այն է տղենա։ Ադե միանասուն տղենա, միանասուն էլ հերն է, չգիտեիր։ Ինչ ասես դու այդ ասա։ Ասես կզանգեմ։ Լավ, բայց ես դրա աշկերի մեջ լրիվ ուրիշ բան եմ կարդում։ Ինչ։ Այն որ այդ ուռած գլուխը պրոստը հաճույք է ստանում այն մտքից, որ իր տղեն աղջիկ է փախցրել։ Ոնց եմ ուզում ես այդ Բակուրին խփեմ։ Կյանքիս մեջ առաջ անգամ ուզում եմ մարդ խփեմ։ Ու ինչ ես թվում թե կարաս, հա։ Հա, կարող իրոք հավատա կարող։ Ապերեսորներու չտուղարկած թղթերով է զբաղվում։ Լավ հավեշում եմ էլի։ Հա, բայց շատ կարևոր բան եմ նկատել։ Լավ, հիմա իմ միտքը մենակ Սոնայով է զբաղված։ Եթե ինչ-որ բան էլ հիմա դու ինձ ասես, ես մեկը չեմ հասկանում։ Լավ, այս թղթերը թողենք մի կողմ, բայց վախենում եմ ուշացնենք։ Այդ թղթերը դե մի կողմ չենք ուշացնում։ Լավ, թողնա։ Դու կարոշի Ամիլ Բեկյանի վերցնես քո վրա։ Կոնկրետ ինչ ես ուզում անել։ Լավ, Ամիլ Բեկյանը իմ ներկայությամբ զանգեց Բակուրին։ Բայց այդ գյադեն չպատասխանեց։ Բայց վարիանտ չի էլի Ամիլ Բեկյանը տղու տեղը չիմանա։ Ամենայն դեպս ինչ-որ մի ձևով կփորձի տղուն գտնի։ Տենշի։ Դե ավելի շուտ մեկին կհանձնարարի։ Հա թեկուզ եւ, բայց ամենայն դեպս մի բան անելի է որ տղուն գտնի։ Եվ չգիտեմ, թե Բակուրը Սոնային որտեղ է ապահովում, մենք մենակ տեսկանանք իմանանք։ Եվ մեկ էլ մի բան լյով։ Ինչ։ Ապեր մի խոսքով ինձ զենք հա պետք։ Չհասկացա։ Դու իրոք ուզում ես այդ Աննասոնին խփես։ Եվ դրանք զինված են լինելու։ Ու եթե մենք հանկարծ պարզեցինք, թե Բակուրը որտեղ է Սոնային պահում, ճիշտ կլինի, որ մենք էլ մեր մոտ գոնե զենք ունենանք։ Հա, լյով, հավատա այդ անհրաժեշտությունը։ Արամ այդ լուրջ հարցը, սպասի տենամ ինչ եմ անում, ում եմ զանգում։ Շանյան ջան։ Լսի քո բանկում ազատ յաչեյկա ունես։ Քո համար ամեն ինչ ունեմ, Ռուշանյան ջան։ Ուզում եմ մի հատ նոր յաչեյկա բացեմ։ Պրոբլեմ չունես։ Բայց գիտես, ես գործեր ունեմ։ Կարող եմ եկին ուղարկես այստեղ օֆիսում ինձ մոտ այդ գործերը անի։ Հա, բա ոնց, ախրանա պետք է։ Չէ, հա։
Փաստաթղթեր են։ Հասկացա։ Հենց հիմա հանձնարար եմ թող գան քո օֆիս ու տեղում ամեն ինչ ձևակերպեն։ Եղավ, սպասում եմ։ Հայջինը կհասցնենք։ Հանգիստ եղեք Գա Ալեքսանդրովնա, կհասցնենք։ Քեզ բաժակ հյութ տուր։ Մի տեսակ դենց անհանգիստ եմ, չեմ հասկանում հետս ինչ է կատարվում։ Հելենն էլ ասել էր, որ այդ տղայի մտադրությունները լուրջ են։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու տենց ես կարծում։ Համոզված եմ։ Ջինա, դու արդեն մեր տան անդամ ես դարձել ու մեր տան ներքին խոհանոցը գիտես։ Մեր հետ ուրախանում ես, մեզ հետ հուզվում ես։ Ես ուղղակի խնդրում եմ, որ դա այս տան պատերից դուրս չգա։ Աչա ինչ եք ասում Գա Ալեքսանդրովնա, ես ընդհանրապես թույլ չեմ տա ինձ որևիցե մեկին ջուր բան ասել, հատկապես որ մտերի մարդ էլ չունեմ։ Ես ավելի շատ ձեր հետ կամ Էլենի հետ եմ կիսվում։ Հա։ Ջինա, եթե դու Էլենի հետ ես կիսվում, հետևաբար Էլենն էլ քո հետ է կիսվում ու քո մոտ է սիրտը բացում։ Բացում է։ Իսկ ինչ է ասում իր այդ նոր ընկերոջ Ռաֆիի մասին, դե ես փորձում եմ իր հետ խոսել, բայց ինքը այս վերջերս շատ է փոխվել ու ես իրանց ընդհանրապես գլուխ չեմ հանում ու բան չեմ հասկանում։ Դե ասում է, որ Ռաֆին իրան շատ է դուր գալիս, որ ինքը շատ հոգատար է, շատ նրբանկատ։ Դե ամեն դեպքում Ամերիկայում է մեծացել, Հոմեր էստեղի ռաբիզների նման չի։ Ինչ ես տենց ասում։ Դե որովհետև Հայաստանի տղաների մեծ մասը տենց են։ Դե ամեն դեպքում պետք չի տենց ասել։ Դե դա կարևոր չի, իսկ էլ ինչ է ասում Ռաֆիի մասին։ Խնդրեմ։ Սա է։ Այո։ Արզը։ Խնդրում եմ այստեղ ստորագրել։ Այստեղ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն դες։ Հաջողություն, շնորհակալ եմ։ Էս էլ սենց։ Հաստացի երկու կասկածել ունենք։ Արամ Քարամյան եւ Բակուր Ամիրբեկյան։ Այդ հաստատ Բակուր Ամիրբեկյանն է։ Տիկին, բայց զանգելուց Արամ Քարամյանի անունն եք տվել։ Բարև ձեզ։ Բարև։ Հայկ,
Ինչ կարող եք ասել Սոնայի առևանգման մասին։ Ձեզ կոնկրետ ինչ է հետաքրքրում։ Ավելի կոնկրետ Սոնանում հետ էր հանդիպում եւ ով կարող փախցնել նրան։ Արամը։ Քարամյան Արամը։ Իսկ Ամիրբեկյան Բակուրը։ Չեմ կարծում։ Հայկ, էդ ինչ ես ասում։ Ես գիտեմ ինչ եմ ասում, Տիկին Սեդա։ Ես համոզված եմ, որ Արամն է առևանգել Սոնային։ Դե ուրեմն նստի ցուցում եմ գերի։ Հայկ, չանես այդպես բան։ Տիկին Սեդա, եթե Արամը անմեղ է, ինքը վախենալու բան չունի։ Տենց չի։ Տենց է։ Հավատես չի գալի, որ Արամը տենց բան է արել։ Էլեն, մի քանի ժամից Ռաֆին գալիս է ձեր տուն ձերոց հետ ծանոթանալու։ Դու նստած Արամի մասին ես մտածում։ Ես իր մասին ընդհանրապես չեմ մտածում։ Հակի հավատես չի գալի։ Նա զանգի ճշտի։ Իսկ դու գժվել ես, առաջին հերթին ինքը իմ զանգերին չի պատասխանում։ Երկրորդը ես իրան չեմ զանգի, էն էլ այդ հարցով։ Բա ինչ ես անելու։ Արամը մեր սաղ ծրագրերը խառնեց իրար։ Բայց հալալա գիտես, ինքը իրանը արեց։ Ինքն իրանն արեց, ես էլ իմն եմ անելու, կտենաս։ Ճիշտ ես, քո տեղը լինեի, շատ արագ կամուստանայի Ռաֆիի հետ։ Թող Արամը գնա ու մեջից տրաքի։ Լավա հիշացրեց եկեք ես պիտի գնամ։ Ո՞ր։ Դե հեսա Ռաֆին ա գալու, գնամ ինձ մի փոքր կարգի բեր։ Ես էլ կգայի, բայց մամայիդ կարող է դուր չգալ, հետո կպատմես ամեն ինչ։ Դե եթե դու ամեն ինչից տեղյակ չնես, կգժվես, չէ՞։ Այո, Էլենջիկ, մարդ տեղեկանալու իրավունք ունի, դա սահմանադրական օրենք է։ Գնաց, բակա։ Ana ես իրա բաբաներին թող ձեռս։ Թողն ասում եմ։ Թողն արա։ Թողն ասում եմ։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Ես երկուսին տանում եք բաժին, ես հեսա գալիս եմ։ Եղավ, դե գնացեք։ Չէ, չի մերժի։ Չի կարող մերժի։ Արեք, ջուր բեր։ Ասա թող ուտելու բան եմ բերում։ Բայց դու գիտես, որ Արամին ու ընկերոջը բռնել են, ոստիկանությունում են։ Լավ է։ Ես ստեղ եմ, կողքը ոնց ա վտանը։ Ռուշանյան։ Ռաֆի,